Արա գեղեցիկ և Շամիրամ։ Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն Արա գեղեցիկին։ Ասորստանում այդ ժամանակ թագավորում էին արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին նրա հորը։ Սակայն Նինոսի տարփասեր կինը Շամիրամը վաղուց ի վեր, լսած լինելով Արայի գեղեցկության մասին ողջ հոգով տենչում է տեսնել նրան և սակայն նա մուսնու մահից հետո չի համարձակվում անել դա։ Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը։ Ասորստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա գեղեցիկի մոտ ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոսումներով, նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։ Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում հայոց աշխարհ, Արայի դեմ պատերազմելու։ Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային, սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին դիակների մեջ գտնելու իր տենչալի տարբածուին։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաչմարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայիդին դնել ապարանքի վերնատանը, իսկ երբ գրգռված հայոց գիրքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ, Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։ Շամիրամի հույսերն ի դերև են ելնում։ Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։ Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով հայոց աշխարհում և բոլորին համոզելով, Շամիրամը հանդարտեցնում է ժողովրդի խռովքը։ Եվ ինչպես գիտենք բոլորս, Արա գեղեցիկ դա Հակի սերնդից սերող հայոց արքա Արամի որդին է, մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող Աստծու բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազգային ազատագրական պայքարը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել Արա գեղեցիկ և Շամիրամ առասպելում։ Արային նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։
Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի 6-րդ ամիսը, որը կոչվում էր Արաց։